Ես ժամանակին նաև էլեկտրիկել եմ աշխատել, ընդհանրապես բամորել եմ աշխատել, երևի այդ Ժողովուրդ ջան, բայց պարագայում սովորական էլեկտրիկը, որը դառնում է նախագահ, որտեղից իրան 200 միլիոնանոց գույք, հարց, պատասխանեք լա, որտեղից, պետական բյուջեից, որտեղից, մեր զավոդները վաճառելա, այդ մեկ, գիտեք այդ թվերին ինչքան ներդրումներ եկավ Հայաստան, ուր այդ փողերը, ուրա, գուշակում ենք ժողովուրդ ուրա, իրա ջեբերումը, ամեն ինչի հերը անիծելա ու հիմա ուշադրություն 18 թվականից մինչև այսօրը Հայաստանի Հանրապետության տնտեսությունը էլի աճումա դզվելա, ինքը նկատելա, որ էլի թալանելու ուտելու բան կասում էլի գամ էլի, ընդ իրանց ձևովը խոդի գցեց Սամվել Կարապետյանով, սաղին խոդիա գցե, որովհետև պարզ կա մի հատ հստակ ծրագիր, որ նայ կարան իրանք կոալիցիա կազմեն, բայց չեն կար այդքան ձեն իրանք չտեն հավաքի։ Ես ձեզ հավաստիացնում եմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ամենակիչը հավաքելու է 75% ձայն։ Ինչքան էլ ընդեմ մոնտաժում են, 10 հոգու գտնում են, այդ 10 հոգուն տարբեր դիրքերից նկարում են, մոնտաժում գցում են իրանց կայքերը, որ տեսեք ժողովուրդը ՔՊ-ին ու Նիկոլին չի սիրում, բայց չկա տենց բան։ Ժողովուրդը պարոն Փաշինյանն էլ է սիրում, քաղաքացիական պայմանագիրն էլ է սիրում, իրանց աշխատանքն էլ է տենում ու ամեն ինչ տեսնում է։ Ձեզ էլ են լավ ճանաչում, մեզ էլ են լավ ճանաչում։ Դուք մնայիք էլեկտրիկ, ինձ թվում է այս պետությանը ավելի շատ օգուտ կտայիք, քան թե եկաք դարձակ երկրի ղեկավար ու սաղ երկրի մի խոսքով։ Ուղղակի կա մարդու տեսակ, սիրելի հայրենակիցներ ջան, որ գալիս է իշխանության ու չի կարողանում ինքը ազգի համար անի, չի կարողանում, ուղղակի չի ստացվում իր մոտ, որովհետև այդ համը բերանն է ընկնում ու իր համար է անում, վերմակը իր կոմա քաշում։ Իսկ այսօրվա դրությամբ Փաշինյանը, պարոն Փաշինյանը ամբողջությամբ ունի պետական մտածելակերպ, այդ մարդու համար առաջնայինա պետությունը, հետո նոր ինքը։ Ինչևէ սիրելի հայրենակիցներ ջան, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք, կեցե քաղաքացիական պայմանագիրը եւ Նիկոլ Վարչապետ։